Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում նոր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը, ինչպես նաեւ Հայփաս ընկերության աշխատանքային խումբը գործադիր տնօրեն Ռեջիս Բուշեի գլխավորությամբ։ Նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի վերջնական տեսքը, ներառյալ ֆոնային գեղարվեստական լուծումները, անվտանգային բաղադրիչները եւ տվյալների դաշտերը։ Ողջ աշխատանքը կատարվել է համապատասխան ICAO ստանդարտով։ Pixart ընկերության մասնագետները, որոնք խորհրդատվություն են տրամադրում անձնագրերի ձևավորման գործընթացում, ներկայացրել են վիզաների էջերի, վիզուալների տարբեր կոնցեպտուալ մոտեցումներ։ Հայփասի գործընկերները ներկայացրել են ինչպես ընթացիկ, այնպես էլ արդեն իսկ արված աշխատանքները, մասնավորապես քննարկվել է միգրացիա եւ քաղաքացիության ծառայության նոր գլխամասային գրասենյակի շինարարական աշխատանքների ընթացքը, նույն շենքում տեղակայվելու է նաեւ մասնավոր գործընկերոջ աշխատակազմը, տվյալների կենտրոնը, իրականացվելու է անհատականացման եւ տպագրական աշխատանք։ Անդրադարձ է կատարվել տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցին եւ արդիականացման ծրագրերին։ Ըստ նախատեսված ծրագրի Երևանում քաղաքացիների համար մատչելի եւ բանուկ հատվածներում հիմնված երկու ընդարձակ գրասենյակները հագեցած կլինեն մոդեռն տեխնիկայով, կենսական տվյալների հավաքագրման բոլորը մեկում, ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով եւ միջազգային ստանդարտի գրասենյակային այլ պայմաններով։ Եվս 21-22 գրասենյակներ կբացվեն մարզերում նույնանման կահավորանքով եւ վերազինմամբ։ Ներկայացված ինտերիեր լուծումները կներդրվեն նաեւ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության գրասենյակներում։ Ներկայացվել են փաստաթղթերի անվտանգային եւ տեխնոլոգիական լուծումները։ Ընդգծվել է ոլորտը կարգավորող իրավական դաշտում համապատասխան փոփոխությունների իրականացման հրատապությունը։ Իրականացվող միջոցառումները միտված են կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից անվտանգ եւ քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցմանը։